Ողջույն սիրելի աղջիկներ, ես արդեն պատրաստ եմ, այս ականջողերն եմ գցել, այսպես և կրունկներից հիմա կհագնեմ, մեծ րոպին արագ տանեմ և արդեն գամ ու անցնեմ իմ գործերին։ Որոշել եմ փուչիկով գնալ առայժմ, մենք էլ սպասում ենք տաքսին, փուչիկները վերցրել եմ, պետք է հիմա տանեմ փչեն, սա այն մեծ րոպի նոր բայսակը, այսօր ամբողջը նոր հագուստով կոշիկով է։ Say what you wanna say to me now. I wanna wake up with you in the morning. Show me there's nothing fake to me now. I wanna wake up with you in the morning. Say what you wanna say to me now. I wanna wake up with you. Սիրելի աղջիկներ, մեծ րոպին էլի բերել եմ Երևան մոլ, այս անգամ ռիսկային քայլ եմ արել, Երևան մոլի բաթուկն եմ մեծ րոպին թույլ տվել, որ մտնի, այսինքն ոնց տեսնում եմ դեռ ոգևորված ներսում խաղում է, մի անգամ տարել էի, իրեն համար շատ մեծ էր տարածքը, պրոսպեկտ մոլից հետո, ինքը դրանից հետո բանը, վախեցել էր այդ տարածքում, որ չգիտեր որտեղից դուրս գա, որտեղից մտնի, սկսել էր լացել, բայց դա իհարկե նոր այդ երկուսել էր անում, իսկ հիմա արդեն ինքը իր ափսեի մեջ է իրանցում նման տեղերում, մանավանդ այսօր ոչ աշխատանքային օր է, բոլոր երեխաները ոգևորված խաղում են իրար հետ։ Վլոգը ինչու կիսա թողեցի, իրական այդ օր շատ զբաղված էի, որ ավարտին հասցնեի վլոգը և ընդհանուր պատմեի, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Նախ սկսեմ սկզբից մեծ րոպին մանկապարտեզ տանելուց հետո մի անգամից անցել եմ այդ կազմակերպչական հարցերին, բայց ի զարմանս ինձ և ի հակառակ ինձ այդ օրը առավոտյան շատ անոմալ էր ինձ համար իհարկե, բայց առավոտյան 11-ից սկսած սարսափելի խցանում է սկսվել, 10:30-ից, այսինքն ոչ միայն 11-ից, խցանումը սկսվեց և ես իմ բոլոր պլանավորած գործերը արեցի բավականին ուշացա բավականին, իմ պլանավորածի պես չկարողացա զարդարել ամբողջ այդ տարածքը, ինչպես որ ուզում էի իրականում զարդարել, միայն զուտ հենց այդ պատճառով, որ խցանման մեջ մտա, անդադ մեծ րոպի ձայնն եմ լսում եմ տեսնեմ ինչ է այնտեղ անում։ Խցանման մեջ չհաշված այն, որ խցանումից մի կերպ դուրս եկա գնացի փուչիկներ և մնացյալը վերցնելու, բումբումիկի տղաներին խնդրել էի, որ 11:10 մտնեն, այսինքն 10 րոպե մեր նշած իմ գրանցած ժամից ուշ, թեպետ գիտեի, որ իրենք ունեն աշխատանքային պայմանավորվածություններ, որոնք այսպես թե այնպես պետք է կատարեն, այսինքն հնարավոր է մեզ մոտ ժամով պայմանավորվել էին, օրինակ ժամով 1-ին ուրիշ տեղեր պետք է գնային և պետք է հասցնեին, որտեղ գիտակցում էի, որ այդ խցանումով գնան հասնել ինչ-որ միտեղ, իհարկե բնականաբար ուշանալու են իրենք։ Ամեն դեպքում ամոթս մի կողմ դրած խնդրեցի, որ ժամը 11:10 գոնե մտնեն, ու հասկացա, որ ես 11:10 էլ չեմ հասնի մանկապարտեզ մեծ րոպի, ու խնդրեցի, որ իրենք մտնեն, երեխաներին զբաղեցնեն, մինչև ես կհասնեմ։ Գնացի իհարկե ընդհանուր զարդարեցի և այլն, շատ լավ անցավ։ Անդրադառնամ նաև բումբումիկին, հոյակապ պրոֆեսիոնալ աշխատանք ունեն, իրենք իրենց աշխատանքի գիտակն են, և եթե միանշանակ ունեք առիթ, որ մտածում ես ում դիմեն, որ շատ լավ անցկացնեն և երեխաները ուրախանան, երեխաները մամաների մոտ չվազեն, երեխաները ամբողջությամբ մոռացել էին դաստիարակներին, մեծ րոպե մոռացել էր անգամ, որ ես այնտեղ եմ, լրիվ իրենց ափսեի մեջ էին բոլոր երեխեքը ու այսպես շատ չափից դուրս երջանիկ, շատ ուրախ միջավայր էր երեխեքի համար ստեղծվել։ Դա այդպես բումբումիկի մասով շատ լավ իրենց աշխատանքը կատարում են, իրենց հետ տոպրակ էին բերել այդ թղթե շոուից հետո, թեպետ ես ինձ հետ առանձին աղբի տոպրակ վերցրել էի, որ հավաքենք այնտեղ դաստիարակները ավել մի հատ էլ ժամ չծախսեն այնտեղ, նա դժուկը բազում է։ Մեծ րոպը մի շատ լավ սովորություն ունի, երբ անհրաժեշտ է հերթ պահել, այսինքն օրինակ սեղանով մի քանի երեխա հիմա իջնում են սեղանով, ինքը սպասում է մինչև բոլորը իրենց հերթով
իջնեն, նոր ինքը արդեն կշարունակի իր հերթին իջնել, այսինքն չի հրում, չի մտնում արանքներով, շատ իդեպ այդ առումով կազմակերպված է իր հագուստի առումով, իրերի առումով, թափթփված չի տեսակով։ Ինչևէ, բումբումիկի մասով իդեալական 100%-անոց իրենց աշխատանքը իրականացնում են։ Ընդհանուր շատ լավ անցավ, սպասածից էր շատ ուրախ էին երեխեքը, եւ փոքրերը, եւ մեծերը, եւ միջին խումբը շատ ուրախ լավ ժամանակ անցավ, թեպետ Մեսրոպին մեզ հետ արդեն նշելուց հետո վերցրեցինք եկանք տուն, որովհետեւ Մեսրոպը արդեն սկսեց մեր հետևից լացել, որովհետեւ բումբումիկի տղան գնաց, նախ բումբումիկի տղայի հետևից սկսեց լացել, հետո արդեն մեր հետևից սկսեց լացել, որովհետեւ գնում էին քնելու, ինքը լսեց, որ ճաշիկ են ուտում եւ քնեն, եւ դրանից սկսեց չափից դուրս վրթովել, որ պետք է քնեն իրենք, ու մենք պետք է այդտեղից գնանք։ Դրա համար սկսեց լացել եւ մենք իրեն վերցրեցինք ու եկանք տուն։ Այդպես չթողեցինք, ինքը իր տորցիկից անգամ չփորձեց, որ տեսնենք գոնե դուր է եկել իր տորցիկը թե չէ։ Եվ այդ օրվանից սկսած ինձ հարց եմ տալիս, հետաքրքիր է Մեսրոպը իմացավ, որ վերջապես իր happy birthday-ն է, թե ոչ, թեպետ անընդհատ իր անունը կանչում էին, անընդհատ շնորհավորում էին։ Ուղղակի հետաքրքիր էր ինձ համար, տեսնեմ ինքը այդ տարիքում հասկանում է, որ դա իր օրն է, իր տոնն է, թեպետ դա իմ տոնն է, ավելի շատ քան իրենը։ Այդպես, իսկ այսօր ոչ աշխատանքային օրեր որոշեցի իրեն բերել, մի փոքր թող ինքը այստեղ ցրվի, խաղա, հոգնի եւ արդեն կգնանք քրոջս դեպի քրոջս տուն։ Ցրել եմ պահքի երկու այսպիսի մարոժնի, պահպաղակ, սա ավոկադո է կիվիով, սա դդում է եւ ոնց որ դինյա Եմիշ, տեսնենք որն է համը։ Սա քթվաշ է, բայց համեղ է։ Ու ավոկադոյի համ ընդհանրապես չի գալիս։ Սա ավելի համեղ է, բայց այս եմիշովներ ավելի քաղցր են։ Սիրելի աղջիկներ, վլոգը չավարտեցի, այս քանի օր է չի ստացվում վլոգս ավարտին հասցնեմ եւ ավելացնեմ YouTube-յանի մանիքում։ Ամեն դեպքում հիշեցի նաեւ, ֆիքսեցի այսինքն նաեւ, որ մոռացել եմ շնորհավորել մեր մեկամսյակը։ Դրա համար ասացի շատ ավելի լավ կմիանամ, կշնորհավորեմ մեկամսյակը եւ արդեն նոր ավարտին կհասցնեմ։ Հիմա երիտասարդականում եմ, իջնում եմ դեպի օպերայի կողմ զբոսնելով։ Այսօր որոշել եմ զբոսնել օրը նվիրել ինձ, մինչեւ Մեսրոպի վերցնելու ժամը կգա։ Ինչևէ, սիրելի աղջիկներ, ուզում եմ շնորհավորել մեր մեկամսյակը եւ անպայման ուզում եմ շեշտել, որ մենք ստեղծված չենք միայն տանը ճաշ եփելու եւ երեխա ունենալու եւ պահելու համար։ Թեպետ դա կյանքի երեխայի ունենալի նկատի ունեմ։ Կյանքի ամենալուսավոր կետերից մեկն է, որը երբևէ կարող է կնոջ հետ կատարվել։ Սա այս շարքից։ Բայց ինչ էի ուզում ասել։ Մենք ստեղծված ենք լինել երջանիկ եւ պարտավոր ենք նաեւ լինել երջանիկ, լինել կյանքով լեցուն, ինքնաբավ, ինքներս մեզ համար մեր աստիճանի չափ, մեր ուզածի չափ կրթված, մեր երազանքների ու մեր պատկերացումների հավասարությամբ մեր կյանքով ապրող էակներ։ Դրա համար ուզում եմ, որ յուրաքանչյուր կին անի իր կյանքում աշխատի այն աշխատանքը, որը ինքն է կամենում, անի իր կյանքում այն աշխատանքը, այն գործը, իր կյանքը կապի այն մարդու հետ, ում ինքը սիրում է ու առհասարակ անի այն, ինչ ինքը շատ սիրում է եւ կարեւորում է իր կյանքում։ Դա է երջանկության գաղտնիքը։ Անել այն, ինչը շատ սիրում ես, շփվել այն մարդկանց հետ, ում շատ սիրում ես, այսինքն երջանկության, հարստության եւ ամեն ինչի գրավականը կանանց պարագայում, դա անել մի բան, ինչը շատ սիրում եք եւ կարեւոր է ինքներդ ձեզ համար։ Չանել ոչ մի բան ստիպված,
ամոթից, ինչ որ մեկը այս կմտածի կամ այն կմտածից ապրել ինքներս մեզ համար, արարել ինքներս մեզ համար, մեր երեխաների համար, բայց այդ ամենի հետ երեխա պահելով, ընտանիք պահելով լինել ինքնաբավ եւ երջանիկ եւ թույլ չտալ ինչ որ մեկին, ով ուզում է լինի, թույլ չտալ երբեք ու երբեք սեփական ճակերտների մեջ ասած ոչը տրորել որևէ մեկին, երբեք թույլ չտաք ձեզանով, ձեր անձի վրայով ուղակի հենց այնպես իրենց որոշմամբ անցնել, որովհետև դուք եզակին եք եւ ձեզ նման երկրորդը այս աշխարհում, եթե անգամ փնտրել չեն գտնելու, այնպես որ շնորհավորում եմ բոլորիս մեկամսյակը եւ ի սրտե բոլոր կանանց եւ աղջիկներին մաղթում եմ, որ իրենք իրենց երջանիկ զգան եւ երջանիկ լինեն։